Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Միջազգային հանրապետական ինստիտուտը IRI-ը հրապարակել է Հայաստանում մայիսին անցկացված հարցման արդյունքները։ Ըստ տվյալների, ընտրողների մեծամասնությունը նախընտրում է քվեարկել Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, որ քաղաքական կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք հարցին պատասխանելիս հարցվածների 32%-ը նշել է Նիկոլ Փաշինյանին կամ քաղաքացիական պայմանագրին։ Երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստանն է 6%-ով։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը ստացել է 3%, Գուրգեն Սիմոնյանի գլխավորած Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 2%, իսկ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 1%։ Մյուս ուժերի ցուցանիշները չեն գերազանցել 1%-ը։ Հարցումն իրականացվել է մայիսի 5-ից 11 ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցազրույցների միջոցով։ Մասնակցել է 1511 քաղաքացի։ Փետրվարին անցկացված նմանատիպ հարցման համեմատ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշն աճել է 8%-ային կետով, Ուժեղ Հայաստանինը նվազել է 3%-ով, իսկ Հայաստան դաշինքի ցուցանիշը մնացել է անփոփոխ։ Ընտրություններին մասնակցելու հավանականությունը ևս աճել է։ Հարցվածների 79%-ը նշել է կմասնակցի քվեարկությանը։ Փետրվարին այս ցուցանիշը 68% էր։ Հենց այս առավել հավանական ընտրողների շրջանում քաղաքացիական պայմանագրի ցուցանիշն ավելի բարձր է 38%, Ուժեղ Հայաստանը ստացել է 7%, Հայաստան դաշինքը 4, Հայաստանի շնորհապետական կուսակցությունը 2, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2%։ Հարցման մեկ այլ հատված վերաբերում է ընտրությունների նկատմամբ հանրային վստահությանը։ Հարցվածների 34%-ը վստահ է, որ ընտրությունները միանշանակ կլինեն ազատ եւ արդար։ 37%-ը կարծում է, որ դրանք ամենայն հավանականությամբ կլինեն ազատ եւ արդար։ Միևնույն ժամանակ 13%-ը նշել է, որ ընտրությունները հավանաբար ազատ եւ արդար չեն լինի, իսկ 12%-ը համոզված է, որ դրանք միանշանակ չեն լինելու ազատ եւ արդար, 4%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցումը նաև ցույց է տալիս իշխանության կողմնակիցների եւ ընդդիմադիր ընտրողների ընկալումների կտրուկ տարբերությունը։ Իշխանության կողմնակիցների գերակշռ մասը վստահ է, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար, մինչդեռ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող ընտրողների շրջանում զգալի հատվածը հակառակ կարծիքին է։ Փոփոխություններ են արձանագրվել նաև ամենավստահելի քաղաքական գործիչների վարկանիշում։ Նիկոլ Փաշինյանին ամենաշատը վստահում է հարցվածների 29%-ը, այդ ցուցանիշը փետրվարի համեմատ աճել է 9%-ով։ Սամվել Կարապետյանին վստահում է 8%-ը, Արարատ Միրզոյանին 5, Ռոբերտ Քոչարյանին 4%-ը։ Գագիկ Ծառուկյանը, Ալեն Սիմոնյանը եւ Արամ Սարգսյանը ստացել են 3%, Գուրգեն Սիմոնյանը եւ Արման Թաթոյանը 2%։ Հարցվածների 40%-ը նշել է, որ չի վստահում որևէ քաղաքական կամ հանրային գործչի։ Արտաքին քաղաքական ընկալումների մասով քաղաքացիների մեծամասնությունը Հայաստանի համար գլխավոր քաղաքական սպառնալիք է համարում Ադրբեջանը։ Այդ երկիրը նշել է հարցվածների 73%-ը։ Երկրորդ տեղում Թուրքիան է 58%-ով, երրորդում Ռուսաստանը 32%-ով։ Հարցվածների 6%-ը կարծում է, որ նշված երկրներից ոչ մեկը Հայաստանի համար սպառնալիք չէ, իսկ 3%-ը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել։ IRI-ի հարցման մեջ առկա է նաև արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ ուշագրավ տվյալ։ Հարցվածների մեծ մասը աջակցում է Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը։ 38%-ը նշել է, որ լիովին աջակցում է այդ գաղափարին, եւս 37%-ը մասամբ աջակցում է։ Սա ցույց է տալիս, որ ընտրություններից առաջ հանրային տրամադրություններում ներքաղաքական պայքարին զուգահեռ ուժեղ է նաև եվրոպական ինտեգրման օրակարգի ընկալումը։ Հարցման մեկ այլ ցուցանիշով քաղաքացիների 61%-ը կարծում է, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ։ IRI գնահատմամբ այս ցուցանիշը փետրվարյան հարցման համեմատ աճել է, ինչը կարող է վկայել ընտրություններին ընդառաջ հանրային վստահության որոշակի վերականգնման մասին։ Այսպիսով, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի մայիսյան հարցման խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքացիական պայմանագիրը պահպանում է առաջատար դիրքը, սակայն չկողմնորոշված ընտրողների մեծ զանգվածը դեռ կարող է էական ազդեցություն ունենալ վերջնական պատկերի վրա։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։